Պատրաստվի Հասմիկ Ափյանը։ Մեծահարգ պարոն նախագահ, համագումարի հարգարժան պատվիրակներ, սիրելի հայրենակիցներ, Հանրապետական կուսակցության նախորդ համագումարից անցել են մոտ 5 տարիներ, որոնցից յուրաքանչյուրը կարելի ասել յուրովի ճակատագրական են եղել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Հանրապետականը հետևելով ներքաղաքական և արտաքին իրավիճակներին, վերլուծելով հնարավոր զարգացումները, իր ձեռքի տակ առկա միջոցներով և իրավական գործողություններով փորձել է նախազգուշացնել, կանխարգելել, ուղղություն և լուծումներ մատնանշել թե երկրի կառավարիչներին և թե ընդդիմադիր ուժերին։ Սակայն ցավոք երկրի ղեկին հայտնված ուժի արկածախնդիր և էգոցենտրիկ գործողությունները նորանոր վնասներ, կորուստներ ու նահանջ են բերել մեր երկրին, թե ներքին ու արտաքին հարաբերություններում, թե անվտանգային միջավայրի համար և թե հասարակության հոգևոր բարոյական արժեհամակարգում։ Մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իր սեփական երկրում հայ մարդուն կքարոզեն մոռանալ իր պատմական հիշողությունն ու հերոսական անցյալը։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ իշխանության ներկայացուցիչները քայքայիչ գործողություններ կարող են իրականացնել հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ։ Անգամ դժվար էր պատկերացնել, որ այս աստիճանի կվնասվեն ավանդական դարձած դաշնակցային հարաբերությունները։ Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հազարամյակներ շարունակ տարբեր նվաճողների արշավանքներին դիմագրաված և ինքնորոշման միջազգային իրավունքի իրացման համար պայքարող Արցախը մի օր կարող էր էթնիկ զտման ենթարկվել ու բռնի կերպով հայաթափվել։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ աշխարհի աչքի առաջ ռազմական ագրեսիաների ու բլոկադայի ենթարկված ցեղասպանության եզրին հայտնված և բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում կարող են ոմանք ասել ձեր էլիտան փախել է կամ դուք փախել եք, առանց իրենց հաշիվ տալու, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ այսօր գերեվարված են Բաքվում, որովհետև հանուն բոլորի ազատության մնացել են իրենց տեղում։ Ուզում եմ հռետորական մի հարց տալ, բա Հայաստանի Հանրապետության շուրջ 220 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքի օկուպացիան էլ էր փախնելու արդյունք, թե ձեր ապաշնորհ կառավարման հետևանքն էր։ Հարգելի հայրենակիցներ, ոչ ոք ոչ մի տեղից չի փախել ու չի փախչելու։ Հայ ժողովուրդը պայքարել է իր իրավունքների համար և տվել է ամենանվիրականը, և մեղք չունի, որ իր փոխարեն կայացվել են մեկը մյուսին հաջորդող, հիմնականում սխալ, որոշ դեպքերում դավադիր ու աղետալի հետևանքներով որոշումներ։ Մենք ազգովի հայտնվել ենք պատմական մի իրավիճակում, որտեղից խելացի ժողովուրդները դուրս են գալիս համախմբված, սուտն ու կեղծիքը մերժելով, սթափ և իրատեսական դատելով, իր մտքին ու բազկին ապավինելով և ամենակարևորը վաղվա օրվա նկատմամբ ունեցած հավատով։ Այսինքն հավատանք, որ փոխենք և կրկին կառուցենք ապահով Հայաստան։ Այսօր մենք բոլորս մեր երկրի ու ժողովրդի հետ միասին կանգնած ենք փոփոխվող աշխարհի հարուցած նոր մարտահրավերների ու սպառնալիքների առջև։ Շատերի համար դժվար էր պատկերացնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբևէ կարող է պատերազմ ծավալվել։ Դժվար էր պատկերացնել, որ տարածքով փոքր Իսրայելը կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել։ Մի քանի տարի առաջ շատերը չէին հավատա, որ ժողովրդավարական արժեքներ դավանող Եվրոպան կարող է աչք փակել աշխարհի տարբեր վայրերում, նաև Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների վրա։ Օրինակները շատ են, և այդ ամենը խոսում են այն մասին, որ մեր շուրջն աշխարհը փոխվում է։ Փոխվում են միջազգային իրավակարգերը և ստատուս քվոն։ Իսկ դա նշանակում է, որ ապագայի քաղաքական ուժերը խիստ հաշվենկատ ու մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքներին և ամենակարևորը մեր ինքնության և ինքնիշխանության հարատևության խնդիրներին։ Մանդատակռիվները, իշխանության համար ամեն գնով իշխանությունը պահելու պայքարը,
միմյանց սևացնելու արատավոր պրակտիկան, ժողովրդին խաբելու և մանիպուլացնելու տեխնոլոգիաները չեն կարող արդարացվել նեղ կուսակցական կամ խմբային շահերով։ Հարգելի հայրենակիցներ, ապագա տարիների համար վճռորոշ են լինելու առաջիկա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Ցավոք, վատ առումով վճռորոշ եղան նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները, և անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները հետևություններ անեն կատարվածից։ Ցավոք, հենց վերջի երկու ընտրությունների արդյունքները մեզ հեռացրեցին մեր համազգային իղձերից ու նպատակներից և բացեցին պատերազմի դռները։ Այսօր շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտում գործող հիմնական քաղաքական ուժերը իրենց ծրագրերին և մոտեցումներին զուգահեռ գործեն մեկ կարևոր սկզբունքով՝ երկրում հասնել իշխանափոխության։ Գալիք ընտրություններում մեր չմասնակցելը բոլորովին չի նշանակելու դիտորդական կամ առավել ևս կրավորական կեցվածք ընդունել։ Իր խոսքում կուսակցության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը ներկայացրեց մեր որոշման ծանրակշիռ հիմնավորումներն ու առաջիկա անելիքները։ Կարևոր եմ համարում, որպեսզի մենք բոլորս կենտրոնանանք ընտրական իրավունք ունեցող մեր քաղաքացիներին ընտրության գնալու և գիտակցված ընտրություն կատարելու հորդորների վրա։ Շատ կարևոր է նաև, որ մեր քաղաքացիները նախապես վստահ լինեն, որ իրենց քվեները ընտրություններից հետո ինչ-որ պահի չեն դառնալու աղետաբեր իշխանության վերարտադրման աջակցող հանգամանք։ Այս հարցում ընտրության գնացող ընդդիմադիր ուժերի քաղաքական կամքը պետք է լինի երկաթյա։ Առանձնապես կարևոր է, որպեսզի հանրապետականներն անհրաժեշտության դեպքում պատրաստ լինենք տարատեսակ քարոզչական ակցիաներով և քաղաքական զանգվածային հավաքներով նպաստել ընդդիմության համախմբմանը, իշխանական կամայականությունների դեմ միասնական ուժերով պայքարելուն, ինչպես նաև նախընտրական մթնոլորտն ու ընտրությունների արդյունքները հնարավոր կեղծիքներից զերծ պահելու հարցում։ Հարգելի հայրենակիցներ, մեր կուսակցության քաղաքական կենսագրությունը, գիտելիքները, փորձառությունը, ծրագրերն ու նպատակները, առաջարկություններն ու լուծումները, կադրային ներուժն ու արտաքին կապերը շարունակելու են ծառայել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությանը, արժանապատիվ խաղաղությանը, բարօրությանը և որ ամենակարևորն է, այս բարդ պատմական շրջափուլից անկորուստ և շահեկան դուրս գալուն։ Խոսքս ցանկանում եմ ավարտել հայ առաքելական Սուրբ եկեղեցու առ Աստված բարձրացված հետևյալ խնդրանքով. «Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա իմ մեզ Տեր, զգործս ձեռաց մերոց հաջողյա իմ մեզ ամեն»։ Շնորհակալություն։